Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանին։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունել։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք Ռազմիկ ջան։ Պարոն Սողոմոնյան, Գյումրիի քաղաքապետի տեխնացուների երեկվա բանավեճին հետևել եք, ինչ դիտարկումներ ունեք եւ առհասարակ այս նախընտրական շրջանում շատ էր խոսում, որ անհավասար պայմաններում են մասնակցում տեխնացուները, ինչ դիտարկումներ ունեք, ինչ արձանագրումներ ունեք արած, քանի որ ՀԱՅԱՔՎ-ն նաեւ դիտորդական առաքելություններ իրականացնում։ Շնորհակալ եմ, այո, հետևել եմ Գյումրիի ղեկավարի տեխնացուների բանավեճին հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցող, բայց նաեւ առհասարակ այս ամբողջ նախընտրական գործընթացին ենք հետևում, այո, ՀԱՅԱՔՎ-ն 186 դիտորդներ ունի այս պահին հավատարմագրված Գյումրի եւ Փարաքար համայնքներում ընտրական գործընթացները դիտարկելու տեսանկյունից մենք ազգային քաղաքացիական միավորում ենք եւ մեր այս պահի դրությամբ կարևոր առաքելությունն ենք համարում ապահովել պայմաններ, նպաստել պայմանների ապահովմանը, որ เป զի ժողովրդավարական գործընթացները հերթական հարվածները չստանան, որ เป զի ժողովրդի քվեն տեղ հասնի եւ օգտվելով առիթից դիմում եմ մեր գյումրեցիներին եւ փարաքարցիներին, ու հատկապես գյումրեցիներին ինչ առումով, որովհետեւ նրանցից շատերը կան, որ քաղաքում չեն, Գյումրի քաղաքում չեն, շատերը Երևանում են նաեւ ակտիվ մասնակցել ընտրությունների։ Չմասնակցությունը օրակարգն է գործող իշխանությունների, մասնակցությունը, բարձր մասնակցությունը ժողովրդավարության ամրապնդմանը ուղղված քայլերն։ Ինչ է տեղի ունենում այս ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորումը նաև այսօր մամուլի ասուլիսով էր հանդես եկել, որում այդպես ընդհանրացակ տեղեկատվություն էր տվել ինչ օրս տեղի ունեցածի մասին եւ այն ինչ որ տեղի ունեցել նաև մամուլով էլ է արձանագրվել բազմաթիվ խնդիրներ, որոնք միտված են ազդելու ընտրական գործընթացի վրա։ Մենք պետք է մի բան հասկանանք, խախտումը միայն քվյատուփ գողանալը չէ, քվյատուփը լցոնելը չէ։ Իդեպ այս տեսանկյունից էլ ես պետք է ասեմ, որ այսպիսի խախտումները արդեն շատ հեռու անցյալում են մնացել։ Օրինակ 2017 թվականի ընտրությունների ժամանակ այսպիսի խախտումներ տեղի չէին ունենում, բայց այսօր տեղի են ունենում խախտումներ այնպիսի, որոնք որ իրենց ազդեցությունը ունենում են քաղաքացու կամքի արտահայտման վրա։ Այդպիսի խախտումներից մասնավորապես ճնշումներն են, որոնք որ տեղի են ունենում բարձրաստիճան պաշտոնատար անձանց խոսույթի միջոցով, մարդկանց պատեպատ խփելու, մարդկանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարներ տեսնելու իմաստով եւ նաեւ իրավապահ համակարգը ծառայեցնել տարբեր տեխնացուներին քարոզարշավը խոչընդոտելու իմաստով, մասնավորապես երեք օրինակ Մարտուն Գրիգորյանի ընտանիքի անդամների հետ տեղի ունեցածը եւ կարծեմ նրա որդին էլ հենց ցուցակի մեջ է, հա, սա օրինակ ասենք կամ այլ տեխնացուին բերման ենթարկելը նրանց քարոզարշավի այդ առանց այն էլ սեղմ ժամանակից որոշակիորեն ժամանակ են հանում եւ անհավասար պայմաններ են ստեղծում կամ պետական հաստատությունների ռեսուրսները օգտագործել ի օգուտ որևէ տեխնացուի կողմից արվող քարոզչության, հա, մասնավորապես օրինակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ժամանակային առումով կարծես թե պատահական համընկնում է, որ գնում են եւ ասում են, որ ոչ մի ճանապարհ անսարք չի մնալու, բոլոր ճանապարհները պետք է սարքվեն եւ այդ տարածքային կառավարման նախարարության այդ խոսույթը, այդ տեսանյութը, այդ ամեն ինչը դրվում է հենց գործող քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից գովազդվում է կամ Փարաքար համայնքում, որ օրինակ ընդդիմադիր տեխնացուի Վալոդիա Գրիգորյանի հանրահավաքը, որ պետք է տեղի ունենար, հանդիպումը քաղաքացիների հետ, ընտրողների հետ, մեկ էլ շատ պատահաբար ինչ որ աղբատար մեքենաներ են հայտնվում այն վայրում, որտեղ որ պետք է տեղի ունենա եւ դրանով փաստորեն տապալվում է այդ հանդիպումը, այդ գործընթացը կամ օրինակ սոցիալական ապահովության, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության ենթակա ՊՕԱԿ-ի ձորակի, հա, աշխատակիցները ինչ որ հրաշքով գալիս են եւ հայտնվում են այդ քայլերթին, մասնակցում են քայլերթին այն հանգամանքը հաշվի առնելով, որ նախարարը հենց Փարաքար համայնքից է, որտեղ որ ինքը նաև ուրեմն բնակվում է, եւ այսպիսի բազմաթիվ խնդիրներ մենք արդեն իսկ վերհանել ենք եւ այդ մասին մեր զեկույցի մեջ կնշվի,
Բացի դրանից էլ մենք շատ ուշադիր պետք է հետևենք նաև քվեարկության օրվա հետ կապված խնդիրներին, որ կուտակումներ չլինեն, որ վստահված անձինք ապօրինի գործողություններ չանեն ընտրատեղամասերում, բայց նաև առավել կարևոր է, որ ձայների հաշվարկի ժամանակ հատուկ ուղղորդված սադրիչ գործողություններ տեղի չունենան, չփչացվեն, դիտավորյալ չթանաքոտվեն կամ չփչացվեն քվեաթերթիկներ, դրանք անվավեր համարելու համար, այսինքն որպեսզի իսկապես քաղաքացու ձայնը կարողանանք հնարավորինս տեղ հասցնել։ Շատ լավ, անդրադառնանք մյուս հարցերին։ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյան օրերս շարունակեց իր խնդրահարույց հայտարարությունները, նշելով, որ չեն շարունակելու Ղարաբաղյան շարժումը, ասում է, եթե ժողովուրդը դեմ է մեր քաղաքականությանը, թող իրեն պաշտոնան կանի։ Դրան հետևեց նրա ոչ ադեկվատ պահվածքը խորհրդարանում, հիշում եք նախկին նախագահների վերաբերյալ գնահատականներ եւ այլն։ Առհասարակ Նիկոլ Փաշինյանը ինչ խնդիր է հիմա փորձում լուծել, որովհետեւ ակնհայտ է, որ Ադրբեջանը այնպես չէ, որ Արցախով սահմանափակվել է, կամ երբ որ Փաշինյանն անընդհատ նշում է, որ Արցախը միշտ Ադրբեջանն է եղել, այդ խոսույթը վերջ է տալիս Ադրբեջանի ագրեսիվ ռետորաբանության այս իրավիճակում։ Անկախ նրանից Փաշինյանը ինչ է խոսում, անկախ նրանից իսկապես ինչ իրավիճակ է ձևավորվել հիմա Արցախյան հարցի շուրջ, անկախ նրանից աշխարհաքաղաքական ինչ իրավիճակում է հայտնվել Հայաստանի Հանրապետությունը այս պահին եւ հայ ժողովուրդը ինչպիսի ծանր հոգեբանական վիճակում է գտնվում։ Այս բոլոր բացասական պայմանների համախումբը հաշվի առնելով էլ հանդերձ մենք պետք է հասկանանք մի բան, եթե մենք այս տարածքում, այս տարածաշրջանում ուզում ենք պարզապես ապրել եւ ապրել արժանապատիվ ձևով, չպետք է արկախենք այսօրվա իշխանությունների քմահաճույքներից, նրանց աշխարհընկալումներից, նրանց գործարքներից, նրանց մտածողությունից Հայաստանի ապագան, հայ ժողովրդի ապագան, Արցախի ապագան։ Նիկոլ Փաշինյանը ոչ ոք է, որպեսզի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գա Արցախյան շարժումը չշարունակելու մասին հայտարարությամբ։ Իհարկե նրա ասացի մեջ մի շատ ճիշտ բան կա, ինչ իմաստով, որ նա չէ որ պետք է զբաղվի Արցախյան շարժում։ Նա պետք է հեռանա, նրան պետք է հեռացնենք եւ հայ ժողովրդի օրինական ներկայացուցիչները, ովքեր որ սպասարկում են հայ ժողովրդի շահը, եւ այդ մարդիկ պետք է, եւ այդ քաղաքական ուժերը պետք է զբաղվեն Արցախյան հարցի շարունակմամբ։ Իսկ առհասարակ ինքը որ ասում է դա պաշտոնական դիրքորոշում է Հայաստանի Հանրապետության պաշտոն, ոչ դա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշում չէ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության իշխանությունների ձևավորման աղբյուրը, իշխանության աղբյուրը, ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին նման մանդատ չի տվել Ղարաբաղյան բանակցությունները, Ղարաբաղյան շարժումը չշարունակելու մանդատ չի տվել։ Ճիշտ հակառակը, ես ուզում եմ ասել ենք, շատ մարդիկ են ասել եւ եւս մեկ անգամ ենք ասում 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության բազմահազար քաղաքացիներ, ովքեր որ իրեն ձայնը տվել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ Նիկոլ Փաշինյանին, ի թիվս այլ հանգամանքների նրանք առաջնորդվել են նախընտրական ծրագրում ՔՊԻ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրում գրված այն խոստման հետ, այն հանձնառության, այն պարտականության հետ, որ ընտրվելու դեպքում իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը, այսինքն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ քայլեր են կատարելու։ Նրանք երբ որ հիմա հրաժարվում են դա իրականացնել, դրանով նրանք թույլ են տալիս հանցագործություն։ Առաջինը միջազգային իրավական տեսանկյունից հանցագործություն, որովհետև ժողովուրդների ինքնորոշման իրավունք իրացնելը դա պետությունների պարտականությունն է, իրերի բերումով Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացնելու իրավատերը։ Եվ երկրորդ հանցագործությունը այն իմաստով, որ փաստացի տեղի ունեցել իշխանազավթում մի խոստումով շատ կարևոր հարցի, կարևորագույն հարցի վերաբերյալ X խոստումով իրենք եկել են իշխանության, հետո այդ կարևորագույն խոստումը իրենք չեն կատարել։ Եթե ժամանակի ընթացքում, ինչպես իրենք են ասում, իրենց համար պարզ է դարձել, որ այդ խոստումը կատարելու պայմաններ չկային, նրանք պարզապես պետք է հեռանային, այդ պահին ասեն, մեր այս խոստումը կատարելու պայման չունենք մենք եւ մենք հեռանում ենք իշխանությունից։ Սա կլիներ ավելի ճիշտ, ավելի ընդունելի։ Հետևաբար ոչ ոք նրանց իրավունք չի տվել Հայաստանի Հանրապետության անունից հայտարարելու, որ
չենք շարունակելու բանակցությունները։ Նրանք պետք է հեռանան եւ այն մարդիկ, ովքեր որ ունակ են, կարող են, ունեն կամք, ունեն տեսլական, նրանք պետք է շարունակեն Արցախյան շարժումը։ Պարոն Սողոմոնյան, իշխանությունների նախընտրական ծրագիրն եք մեջ բերում, իրենք միշտ ասում են, որ իրավիճակ է փոխվել, այսինքն այն ժամանակ այդպես էին գրել, կառավարության ծրագրում էլ այդ մասին կա, բայց իրավիճակ է փոխվել եւ ասում են, որ դեռ 30 տարի շարունակ Արցախն Ադրբեջան էր եւ այլն, եւ մենք ամեն ինչ արեցինք, որ փրկենք, բայց չհաջողվեց։ Իրավիճակ է փոխվել, խոսքը այստեղ չի գնում օրինակ կենսաթոշակային ինչ որ ռեֆորմի բաղադրիչի հետ կապված, որ ասենք դե գիտեք ինչ իրավիճակ է փոխվել եւ կենսաթոշակային ռեֆորմի այսինչ բաղադրիչը մենք չենք անում։ Խոսքը 150,000 մարդու տուն ունենալու մասին է, 150,000 մարդու իր ծննդավայրում ապրելու իրավունքի մասին է։ Խոսքը 150,000 մարդու նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործության եւ այդ հանցագործությունը պատժել տալու մասին է։ Այստեղ իրավիճակ փոխվել չփոխվելը արդարացնման որևէ բան չունի։ Մանավանդ որ կան տեսակետներ, կան քաղաքական ուժեր, կան անհատներ, որոնք այլընտրանքներ առաջարկում են։ Այդ այլընտրանքներ առաջարկող մարդիկ կարող են միավորվել եւ լեգիտիմ ձևով Հայաստանի Հանրապետության շահը ներկայացնելով զբաղվել Ասում են իրենք Արցախի լուծարման հետ կապ չունեն, որովհետեւ դա Սամվել Շահրամանյանն է ստորագրել, ինչ վերաբերում է ժողովրդին, թող դուրս չգային Արցախից։ Սա նրանց հիմնական թեզերն են եւ մեղադրանքները ուղղված Արցախի ժողովրդին։ Ես կարծում եմ սրանց անդրադառնալը լրջորեն անդրադառնալը անհեթեթություն է, որովհետև մենք շատ լավ գիտենք, մեր աչքի առաջ է ամեն ինչ տեղի ունեցել, 9 ամիս շարունակ արցախցիները գտնվել են տոտալ շրջափակման մեջ, որտեղ հղիները վիժել են թերսնման պատճառով։ Այսպիսի իրավիճակում հայտնված ժողովրդին ոչ մի օգնություն չուղարկելը եւ ընդհակառակը օգնությունը Թուրքիա ուղարկել է երկրաշարժի ժամանակ, սա արդեն ցույց է տալիս նրանց էությունը, որ ոչ մի քայլ չեն արել Արցախի ժողովրդին օգնելու ուղղությամբ, բացի դրանից Արցախի ժողովուրդը հայտնվել է այդ իրավիճակում իրենց հայտարարության շնորհիվ Պրահայում Արցախը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս եւ դրանով ադրբեջանցիներին տալով լեգիտիմություն, չակերտյալ եմ ես ասում լեգիտիմություն, տալով որոշակի լեգիտիմություն, որպեսզի շրջափակումը իրականացվեր եւ սեպտեմբերի 19-ի գործողություններն էլ ռազմական հակատերորիստական գործողությունների անվան տակ իրականացնեին եւ աշխարհին դա ինչ որ ձևով փորձեին հասկանալի դարձնել, այնպես որ այդ իրավիճակի ստեղծման մեղավորը իրենք են եւ իրենց այդ մեղքը ենթակա դա հանցանք է, հանցագործություն է եւ ենթակա է պատժի։ Նույնիսկ այս հայտարարությունների այսքան զիջումների պարագայում Ադրբեջանը չի գնում խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ավելին ասում են նախ սահմանադրությունը փոխեք, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարեք, ի վերջո Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը նշել էր, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու եւ պետք է շտապել։ Ինչ սպասել այս առումով, այսինքն այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց Ադրբեջանի պահանջներին, Ադրբեջանը գնում է ստորագրման։ Վերջին մասը հարցի Էլչին Ամիրբեկով չէ, կարծեմ։ Դրանով փաստացի հետագա նոր պահանջների անոնսն են տալիս։ Նոր նախապայմանների Ադրբեջանի կողմից նոր նախապայմանների անոնսն են տալիս։ Առանց այն էլ այս խաղաղության համաձայնագիր կոչվող փաստաթուղթը դա բանակցությունների արդյունքում ձևավորված փաստաթուղթ չի, դա միակողմանի մի կետից մյուս կետին թելադրված փաստաթուղթ է, ինչը իրենք էլ չեն մերժում եւ անընդհատ պատտում են այն գիծը, որ բայ եթե չընդունենք պատերազմ կլինի, բայ եթե չընդունենք պատերազմ կլինի եւ այլն եւ այդ իրենց խոսույթը համեմում են կեղծ ու զգացմունքային թեզերով ու մերեխու հաշվին այդ անբարոյական թեզով են բանում, այսինքն մենք պետք է ուրեմն պետություն չունենանք, եթե ասում ենք ու մերեխու հաշվին պետք է ուրեմն պետություն չունենանք, հա։ Եվ մի կարևոր բան է պետք է այստեղ հասկանալ, սա մեր գիտնականների ուսումնասիրությունների արդյունքն է նաև, այս թեզը ինչ որ հիմա կասեմ, Ադրբեջանի ներսում տեղի է ունենում ազգակերտման գործընթաց։ Նրանք ազգ են ձևավորում, ու այդ ազգ ձևավորելը տեղի է ունենում ընդդեմ հայկականության,
ընդդեմ հայության, ընդդեմ սկզբունքով են նրանց մեջ տեղի ունենում ազգակերտումը։ Այդ process-ի ավարտին դեռ շատ երկար ժամանակ կա, ինչը նշանակում է, որ շատ երկար ժամանակ նրանք հայերին, հայկականությունը, հայկական մշակույթը ընդունելու են որպես թշնամիներ եւ նրանց դեմ է ուղղվելու իրենց ազգակերտման էներգիան ամբողջությամբ։ Ի տարբերություն մեր իշխանությունների, նրանք դա չեն թաքցնում։ Նրանք հստակ տեքստով այդ մասին հայտարարում են։ Հայտարարում են, որ ինչի մասին են հայտարարում։ Հայատյացության իրենց եւ Հայ Հայաստանի նրանց իշխանությունները, հա իհարկե, բայց ես այդ եմ ասում, այո, հենց դա եմ ասում։ Դա հենց դա եմ ասում եւ շատ պետական քարոզչության, ընդհանրապես պետական մակարդակի վրա եղել է խորհրդային միության ժամանակ, եղել է 90-ականների, եղել է 2000-ականների սկզբների, եղել է հիմա եւ այդպես էլ շարունակվելու է։ Սա մենք պետք է ընդունենք որպես ելակետ։ Այսինքն խաղաղության պայմանագիր չի ստորագրելու Ադրբեջանը ձեր դիտարկմամբ։ Դե կստորագրի թե չի ստորագրի, իրենց համար դա գրոշի արժեք չունի։ Թղթի կտոր է ընդհանրապես իրենց համար։ Կայուն խաղաղություն է հաստատվելու դրանից հետո։ Նրանք այդ մասին այդ նույն մարդը, որի մասին քիչ առաջ խոսեցինք, ասել էր, որ հենց շատ པարզ ախր, գիտեք, շատ հարցերում նրանք կարծես մեզ օգնում են, էլի։ Այդ ձևակերպումներով իրենց թշնամանքը չթաքցնելով, նրանք կարծես թե մեզ ասածը հայ ժողովրդին ինֆորմացիա են տալի, տեղեկություն են տալիս իրենց իրական ցանկությունների մասին, այսինքն մեզ իրենց ճանաչելու ավելի լավ հնարավորություններ են տալի։ Ոչ թե այս իշխանությունները, որ այդ ամեն ինչը վերցնում են թարգմանաբար, կեղծելով իրականությունը, փորձում են ժողովրդին ներկայացնել, թե իբրև ինչ-որ ֆոկուսների, այսպես տակտիկական քայլերի թուղթ ստորագրելու եւ այլնի միջոցով խաղաղություն ենք բերելու, չի կարող նման բան լինել։ Խաղաղությունը ասել ենք 1000 անգամ, կասենք 1001-րդ անգամ, խաղաղությունը լինում է բալանսավորման, ռազմական հավասարակշռություն, ռազմաքաղաքական հավասարակշռություն հաստատելու միջոցով։ Եվ իդեպ այն մի հատ այսպիսի բառեր են օգտագործում, Հայաստանն իրականացնում է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն։ Ստում են, Հայաստանը չի իրականացնում այդպիսի քաղաքականություն։ Այդ բալանսավորման քաղաքականությունը կոնկրետ մասնագիտական բառակապակցություն է, politics of balancing-ը մասնագիտական բառակապակցություն է եւ այն ինչ որ արվում է, դա ոչ թե բալանսավորման քաղաքականություն է, այլ կցորդման քաղաքականություն է, bandwagoning-ի քաղաքականություն է։ Երբ որ փոքր պետությունը մեծ պետությանը իրեն սպառնացող, իր անվտանգությանը սպառնացող մեծ պետությանը չի հակադրում իր ներքին ռեսուրսները եւ չի հակադրում այդ մեծ պետության հետ խնդիրներ ունեցող այլ պետությունների շահերը չի համադրում եւ այդպես չի ներկայանում։ Իդեպ այս իրավիճակում այն խոսույթն են պրոիշխանական շրջանակները առաջ տանում, որ քանի դեռ Ուկրաինայում Ռուսաստանը զբաղված է, պետք է արագ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, որովհետեւ եթե Ռուսաստանը ուշադրությունը դարձնի նորից հարավային Կովկասին, փորձելու է երկու երկրների միջև առկա այս կոնֆլիկտը շարունակել օգտագործել, խաղաղության պայմանագիր թույլ չտալ ստորագրվի, որպեսզի ճնշում գործադրի երկու կողմերի վրա։ Այն որ Ռուսաստանի համար այս տարածաշրջանում ներկայությունը այդ թվում կարող է պայմանավորված լինել Արցախյան հակամարտության գոյությամբ, դա մեզ համար պետք է ոչ թե դիտարկենք մենք ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հնարավորություն։ Ռուսաստանը եկեք հասկանանք հետեւյալը, ինքը մեծ պետություն է, տերություն է, ինքը կարող է ժամանակի ընթացքում որոշակի նահանջ ունենալ, բայց հետո նա անպայման ձգտելու է մեր տարածաշրջանում վերականգնել իր դիրքերը ու անգամ եթե չեղավել Արցախյան հակամարտությունը ինչ որ ձևով ընդունենք որ փակված է, հակամարտության շատ ուրիշ այլ օջախներ կան եւ գոյություն ունեն եւ ես նորից եմ ասում նա որպես տերություն իր շահերով է առաջնորդվում այս տարածաշրջանում եւ այդ թվում այդ հակամարտություններով պայմանավորված կարող է լինել նրա ներկայությունը եթե այդպես ենք մտածում այդ մտայնությամբ ենք առաջնորդվում ապա Արցախյան հակամարտությունում նրա ներկայացվածությունը նրա ներգրավվածությունը Ռուսաստանի մենք պետք է դիտարկենք որպես հնարավորություն եւ մենք պետք է դրանով փորձենք այդ հակամարտության մեջ մեր շահերը առաջ տանել։ Իսկ ինչ վերաբերում է զուտ ռուս-ուկրաինական հակամարտության հանգամանքով պայմանավորված հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրավիճակին, ապա այդ նույն իշխանության ներկայացուցիչներին պետք է ասենք, որ չէ,
ադրբեջանցիները հիմա էլ շատ ուշով հետևում են Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իսրայել տանդեմի գործողությունների արդյունքում Իրանը մտնի շատ լուրջ կրիզիսի մեջ, ռազմաքաղաքական լուրջ կրիզիսի մեջ, այս դեպքը սրանել են ադրբեջանցիները սպասում եւ անկախ դրանից այդ ձեր թղթի կտորը կլինի թե չի լինի, ադրբեջանցիները իրենց գործողությունները անելու են։ Մեր տաղավարում ձեզ հետ միասին առիթ ունեցել ենք խոսելու Թուրքիայի դերակատարության մասին։ Դուք նշել եք, որ Հայաստանի իշխանությունները փորձում են Հայաստան դարձնել Թուրքիայի ենթադաշնակից։ Իրենց հիմնական թեզն այն է, որ այս գործընթացներում Թուրքիան կարող է լավագույնս միջնորդել, որը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ չիրականացնի։ Դա նրանց հույսն է։ Դա նրանց հույսն է, իբրև թե Թուրքիային ունենալ որպես վահան Ադրբեջանի ճնշումների դեմ, բայց պարզից էլ պարզ է, որ Թուրքիա եւ Ադրբեջան մի ազգ է երկու պետության մեջ եւ այդ մասին խոսում է եւ Ադրբեջանի էլիտան եւ Թուրքիայի էլիտան, նրանք Հայաստանը դիտում են, երկու ստեկ Հայաստանը դիտում են այսօրվա գործող իշխանությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Եվ դա չեն թաքցնում, Հայաստանը դիտում են իրենց համար որպես խոչընդոտ եւ հայկական պետականության վերացումը նրանց երկուսի վերջնական նպատակն է։ Կարող է ինչ-որ միջանկյալ հանգրվաններում Թուրքիայի կողմից գնա համապատասխան սիրաշահման քաղաքականություն, որպեսզի Հայաստանի ժողովրդի զգոնությունը բթացվի, ինչպիսին ժամանակին, որ Թուրքիան վարում էր Սիրիայի նկատմամբ։ Փայլուն հարաբերություններ ունեին, չէ՞։ 2006, 7, 8 այդ թվականներին Սիրիայի հետ փայլուն հարաբերություններ ունեին, բայց հետո տեսանք ինչ արեցին։ Մտան տարածք, այդ երկրի տարածք, զենքով, զորքով մտան այդ երկրի տարածք։ Այնպես որ մենք պետք է ի վերջո կարողանանք երկարաժամկետ նայել մեր ապագային եւ այդ երկարաժամկետ ապագայում հասկանալի է, որ քանի դեռ Թուրքիայում եւ Ադրբեջանում այսպիսի մտածողություն է, այսպիսի էլիտաներ են, Հայաստանի Հանրապետությունը նրանց համար հայկական պետականությունը դիտվում է որպես սպառնալիք, որպես թշնամի եւ նրանց խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի մենք չունենանք որպես պետություն։ Այս ելակետով մենք պետք է առաջնորդվենք։ Չեն տեսնում իշխանությունները այդ ամենը կամ Թուրքիայի հայտարարությունները, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի բոլոր պահանջները կատարի եւ դրանից հետո նոր կմտածեն այդ հայ-թուրքական հարաբերություններում առաջ խաղացման որևէ հնարավորության մասին։ Նրանք թիթեռի սկզբունքով ապրող են, որ այսօր լինենք ծաղկից քաշենք նեկտար, այսինքն նրանք այսպիսի հարցերին նայում են զուտ իշխանության պահպանելու տեսանկյունից։ Իրենց համար այդ տակտիկական ժամանակահատվածը, տակտիկական փոքրիկ ժամանակահատվածը ժամանակային առումով համընկնում է իրենց իշխանության պահպանման համար ակնկալվող ժամանակահատվածին, այսինքն իրենք կարևորը լինեն իշխանության, իրենցից հետո թեկուզ ջրհեղեղ։ Սա է նրանց։ Այս իրավիճակում Եվրաքվեի ներկայացրած օրենքի նախագիծը ընդունելով ինչ ուղերձ են հղում Հայաստանի իշխանությունները, արդեն Ռուսաստանից կան արձագանքներ, նախկինում էլ կային իհարկե, Մարիա Զախարովան նորից հիշեցրել է, որ Հայաստանի անդամակցությունը եւ Եվրամիությունը եւ ԵՏՄ-ին կոնկրետ պարամետրերով իրարամերժ կլինի։ Այո, նախ եւ առաջ ներքաղաքական իմաստով, ներքին իմաստով այս նախագիծը, այս օրենք կոչվածը նոնսենս է իրավական տեսանկյունից, սա սահմանադրությանն էլ է հակասում, սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին։ Օրենքը ամեն մի հայտարարություն օրենք չէ։ Եվ ինչպես փոխարտգործնախարարն էր ասում, որ մենք այս օրենքով հաղորդում ենք տալիս մեր ցանկության մասին, գիտեք, հաղորդում տալ ձեր ցանկության մասին կարող է Արարատ Միրզոյանի հայտարարությամբ տեղի ունենալ, կամ քոն հայտարարությամբ, կամ վարչապետի, կամ ազգային ժողովի նախագահի։ Օրենքը նշանակում է, որ կա որոշակի կարգավորման առարկա, այդ առարկայի հետ կապված ձևակերպված է իրավունք եւ ձևակերպված է պարտականություն։ Հիմա այս բառակազմով, որ Հայաստանի Հանրապետությունը սկսում է անդամակցելու process Եվրոպական միությանը, սրա մեջ ո՞րն է օրենքի կարգավորման առարկա։ Ինչն է, օրինակ ասենք, ոնց իմանանք այստեղ խախտում
խախտումը երբ է լինում կամ ինչ պարտականություններ են առաջանում։ Օրինակ, եթե ես ասում եմ, չէ, Հայաստանը չի անդամակցելու, դրանով ես օրենք եմ խախտում, հա, ինչ սանկցիայի եմ ենթարկվում, հա։ Այսպիսով առաջին հերթին սա ծաղր է ժողովրդավարության նկատմամբ, որ 50,000 քաղաքացիների մասնակից դարձրեցին խաբեության կեղծիքի միջոցով 50,000 քաղաքացիների մասնակից դարձրեցին իրավական այս ֆարսին եւ երկրորդ հերթին սրանով հերթական անգամ գնում են աշխարհաքաղաքական արկածախնդրության, քանի որ իսկապես չի կարող մի պետությունը պետք է պետությունը հստակ ընտրություն կատարի։ ԵԱՏՄ-ում են որպես ինտեգրացիոն կառույց, թե Եվրամիությունում են։ Եվրամիությունում մեզ չեն սպասում, ոչ մի ազդանշան, սիգնալ չկա, բացի ինչ որ անատամ հայտարարություններից, ոչ մի սիգնալ չկա, որ ձեզ մենք այստեղ սպասում ենք, եկեք, եւ մենք անում ենք քայլեր ուղղված այն կառույցի դեմ, որի հետ կապված է մեր տնտեսության առյուծի բաժինը։ Պարոն Սողոմոնյան, քանի որ այս իրավիճակում քարոզչությունն այն ուղղությամբ է, որ որևէ բան չենք կարող անել, ստիպված ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր պահանջները կատարել, որպեսզի խաղաղ ապրենք եւ այլն, դուք որևէ այլընտրանքային լուծում առաջարկում եք այս իրավիճակում։ Դա իշխանությունների քարոզն է, որ որևէ բան չենք կարող անել, գիտեք, որ որևէ բան չի կարող անել, այդ մենք դա ձեզ ասում ենք 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ենք ասում եւ դրա համար ենք ասում գնացեք։ Դուք ասացիք, որ չենք գնում եւ մենք կմնանք, մենք, չգիտեմ, խաղաղություն կբերենք եւ այլն եւ այլն։ Հիմա գնալով ավելի ու ավելի բարդացրել եք իրավիճակը։ Այլընտրանքը կա, իհարկե, այլընտրանք ասելով ինչ ենք մենք հասկանում, ռազմավարական այլընտրանք թե մարտավարական այլընտրանք։ Ռազմավարական այլընտրանքի մասին մենք բազմիցս խոսել ենք։ Դա հակադրվելն է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը եւ դրա որպես մարտավարական բաղադրիչներից մեկը ասելն է, որ մենք բանակցային գործընթաց ենք ներմուծում Արցախի ժողովրդի արժանապատիվ եւ անվտանգ վերադարձի հարցը։ Շատ լավ, ասում են այդ դեպքում բանակցությունները կմտնեն փակուղի եւ պատերազմ կլինի։ Բանակցությունները չեն մտնի փակուղի, ասեմ ինչի համար, որովհետեւ սա պահանջ է, որը որ հասկանալի է ոչ միայն մեզ համար, այլև ամբողջ աշխարհի համար։ Երկրորդ, այս իշխանությունները իրենք են բանակցություններն էլ չասեմ, հարաբերությունները մտցրել են զուտ երկկողմ ձևաչափի մեջ, որը մեր շահերից չի բխում։ Եվ մեզ հիմա էլ պարտադրում են Մինսկի խումբը լուծարել։ Ոչ, մենք ուրեմն չենք լուծարում Մինսկի խումբը, մենք վերադառնում ենք եռակողմ, բազմակողմ ձևաչափի, այսինքն մենք վերականգնում ենք բանակցային ձևաչափ, հիմա բանակցություններ տեղի չեն ունենում, պարզապես ինչ որ էլեկտրոնային տարբերակով տեքստեր են փոխանակում, այսինքն մենք իսկապես ասում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացվի բանակցություններով, բանակցային ձևաչափով, եւ այդ բանակցային ձևաչափի մեջ, օրակարգի մեջ մտցնում ենք թեմաներ, որոնք որ բխում են մեր շահերից, բայց որոնք որ ամբողջ աշխարհին, միջազգային հանրությանը եւ առանձին պետությունների համար հասկանալի եւ ընդունելի են։ Այդ պետությունները այդ խնդրի հետ կապված հայտարարություններ են ընդունել Արցախի ժողովրդի վերադարձի թեման։ Դրա վերաբերյալ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը բանաձև է ընդունել մեկ, տարբեր պետություններ, այդ թվում Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, տարբեր ձևաչափերով, տարբեր ձևերով իրենց դիրքորոշումները, Իրանը արտահայտել են, որ դա իրենց համար ընդունելի է, որ պետք է ժողովուրդը վերադառնա, եւ բազմաթիվ այլ ուրեմն պետություններ, մասնավորապես վերջիններից մեկը Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն էր, որ կոնկրետ բանաձևեր են ընդունել այս ամեն ինչի մասին։ Այսինքն ամբողջ աշխարհին հասկանալի է։ Մնում է, որ դիվանագիտական կառույցներով, դիվանագիտական խողովակներով Հայաստանի այս ցանկությունը թարգմանվի, լոբբինգ արվի այդ կազմակերպությունների եւ այդ պետությունների շրջանակներում եւ խնդրեմ, հա, սա օրինակ այլընտրանքներից մեկը, թե ինչպես պետք է գնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ Այս իրավիճակը մասնավորապես Թուրքիայում ներքաղաքական լարվածությունը, որոշակի նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը, որոշակի հնարավորությունների պատուհան մեզ համար
ստեղծում է։ Իսկ եթե պետք է հարցը դնենք, որ ինչ անենք, չանենք ադրբեջանցիները պատերազմ կհայտարարեն, այդ դեպքում նրանց բոլոր ցանկությունները մենք պետք է հայտարարենք, որ մենք այո բավարարում ենք, թե չէ պատերազմ կլինի։ Դա այդպես էլ կատարվում է, Դե այդպես էլ մենք պետք է չթողենք, որ այդպես կատարվի։ Պետք է չթողնենք եւ այդ չթողնելու թեստերից մեկը Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունենալիք ընտրությունները կարող են լինել։ Շնորհակալ եմ ձեզ Ես էլ եմ հետաքրքրության համար։ 168 TV-ի եթերում ռեգիոներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։